Մարդկությունը այժմ ավելի մոտ է կործանման, քան երբևէ։ Ատոմային գիտնականների տեղեկագիր կազմակերպությունը հայտարարել է, որ մարդկության ավարտը խորհրդանշող կեսգիշերին մնացել է ընդամենը 85 վայրկյան, մատնանշելով միջուկային պատերազմի, կենսատեխնոլոգիաների չարաշահման և արհեստական բանականության անվերահսկելի կիրառման ահագնացող վտանգները։ Անցյալ տարվա 89 վայրկյանի համեմատ իրավիճակը սրվել է, քանի որ ձեռքբերված գլոբալ պայմանավորվածությունները փլուզվել են։ Զեկույցում հստակ շեշտվում է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ագրեսիվ և թշնամական դարձող մրցակցությունը։ Բնապահպանական աղետները, ինչպիսիք են երաշտներն ու ջրհեղեղները, նույնպես սրում են վիճակը։ 1947 թվականից գործող այս ժամացույցը, որը սառը պատերազմի ավարտին ցույց էր տալիս կեսգիշերից 17 րոպե պակաս, վերջին տարիներին անցել է վայրկյանների հաշվարկի։ Փորձագետները պնդում են, որ ժամացույցը դեռ հնարավոր է հետ պտտել, եթե համաշխարհային առաջնորդներն ու ազգերը միավորվեն լուծելու գոյաբանական ռիսկերը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Զոհեր առանց կրակոցի։ ԱՄՆ-ն սառչում է, զոհերի թիվն աճում է։ Չի սառչում քաղաքական պայքարը։ Մինեապոլիսը մնում է դաշնային գործակալների և տեղացիների առճակատման թեժ կետ։ Հարձակվել են կոնգրեսականի վրա, ով է եղել պատվիրատուն։ Ձերբակալությունների թիվը աճել է ավելի քան 11 անգամ, ովքեր են թիրախում։ Ով էր Վաշինգտոնի երկնքում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մեղավորը։ Լոնգ Բիչի պայթյունավտանգ գաղտնիքը, Լոս Անջելեսում ահաբեկչական կապեր են բացահայտվել։ Մութ գիշերներ Ուեսթերն պողոտայում, Լոս Անջելեսը պատերազմ է հայտարարում թրաֆիքինգին, պայթյուն և հրդեհ Բել Գարդենսում։ Ցուկերբերգին սպասում են դատարանում, ով և ինչու է փոխհատուցում պահանջում տեխնոլոգիական հսկաներից։ Բոտոքսի գինը կվերանայվի, որ դեպքերի համար է նախատեսված փոխհատուցումը։ Մազից կախված մեծամասնություն, ով կլինի կոնգրեսի տերը։ Ուրախ և հետաքրքիր դրվագներ մեր ֆեյսբուքյան էջում։ Ուղիղ եթեր արծիվների ընտանիքից։ Այս տարվա երկրորդ ձուն են նկատել։ Էլիտար զբոսանք Պուման որոշել է զբոսնել Սան Ֆրանցիսկոյի հարուստ թաղամասում։ Այսօրվա վիճակագրական թվերը հետաքրքիր կլինեն հատկապես այսօրվա միջազգային հարաբերությունները հաշվի առնելով, որ երկիրն ունի ամենաուժեղ բանակը, ով որքան գումար է հատկացնում զինված ուժերին։ Հավատացեք, ԱՄՆ դիրքերը շատ հարցերում անխոցելի են, ավելի մանրամասն Մանու Հարությունյանն է պատմելու։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ կներկայացնեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, դա լիովին անվճար է և ձեզանից կխլի ընդամենը 1 վայրկյան։ Ի դեպ չմոռանաք գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ ԱՄՆ-ն պատած զմեռային ահարկու փոթորիկը Թեքսասում վերածվել է աներևակայելի ողբերգության։ Ընկերոջ տանը հյուրընկալված 3 փոքրիկ եղբայրները 6, 8 և 9 տարեկան հայտնվել են սառցե մահացու թակարդում։ Երեխաները անզգուշաբար դուրս են եկել փողոցի մյուս կողմում գտնվող մասնավոր լճակի սառույցի վրա, որն էլ ճակատագրական է դարձել նրանց համար։ Երեխաների մայրը նետվել է սառցակալած ջուրը, սակայն բնության դեմ պայքարը անհավասար էր։ Նրանք պարզապես գոռում էին, խնդրելով օգնել իրենց։ Ես տեսնում էի, ինչպես են նրանք պայքարում ջրի երեսին մնալու համար։ Լրատվամիջոցներին պատմել է վշտահար մայրը, որին հարևանն է փրկել հանել սառած լճից։ Տեղի իշխանությունները ջրից դուրս են բերել ավագ տղաների մարմինները, իսկ կրտսերին գտել են երկարատև որոնումներից հետո։ Մեծ լճերից մինչև մեքսիկական ծոց ձգվող տարածքներում եղանակային անոմալիաները շարունակվում են, առատ ձյունն ու սառնամանիքները խլել են արդեն առնվազն 48 մարդու կյանք։ Մահվան դեպքեր են գրանցվել Լուիզիանայում, Թենեսիում և Քենթուկիում։ Մասնագետները զգուշացնում են, որ արևելյան նահանգներին սպառնում է ևս մեկ հզոր ձմեռային փոթորիկ։ Իրավիճակը հատկապես ողբերգական է Նյու Յորքում, որտեղ քաղաքապետը հայտնել է դրսում հայտնաբերված 10 մահացածի մասին։ Քաղաքում հայտարարվել է ուժեղացված կապույտ կոդ։ Մենք դեռ չգիտենք, արդյոք յուրաքանչյուր դեպքի պատճառը ցրտահարությունն է, բայց պետք է, որ յուրաքանչյուր նյույորքցի զգոն լինի, ուշադրություն դարձնի իր հարևաններին, նշել է քաղաքապետը։ Իշխանությունները բացել են տասնյակ ապաստարաններ, փորձելով փրկել անօթևաներին ցրտահարությունից։ Տարերքը կաթվածահար է արել երկրի ենթակառուցվածքները։
տակները։ Ավելի քան 500,000 բաժանորդ զրկվել է էլեկտրականությունից։ Կանխատեսումները մխիթարական չեն։ Առաջիկայում սպասվում է արկտիկական օդի նոր ալիք, որը կպահպանվի մինչև երկուշաբթի։ Ցուրտը հասնելու է անգամ Թեքսաս եւ Մայամի, իսկ Չիկագոյում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև 0 աստիճան։ Քաղաքական պայքարը չի սառչում, Մինեապոլիսը այլևս խաղաղ լճերի քաղաք չէ, այլ վերածվել է դաշնային գործակալների եւ տեղացիների առճակատման թեժ կետի։ Սովորական թաղամասերը դարձել են ռազմականացված գոտիներ, հայտնի ռեստորանները, որոնք նախկինում հյուրընկալում էին զբոսաշրջիկներին, այժմ վերածվել են ժամանակավոր ապաստարաններ ցուցարարների եւ արցունքաբեր գազից տուժածների համար։ Դաշնային գործակալների կողմից Ռենե Գուտի սպանությունից շատ չանցած սպանվեց նաև երիտասարդ բուժակ Ալեքս Սպրետին։ Երկուսն էլ 37 տարեկան էին, ըստ դատական գրառումների սպանվածները քրեական անցյալ չունեին։ Մինեապոլիսի քաղաքապետը պահանջել է անհապաղ դադարեցնել գործողությունները, իսկ քաղաքում շարունակվում են բազմահազարանոց բողոքի ակցիաները։ Մինեապոլիսում անցկացվող հանրային հանդիպմանը մի անծանոթ տղամարդ հանկարծակի հարձակվել է կոնգրեսական Իլհան Օմարի վրա։ Նա փորձել է անհայտ ծագման հեղուկ փչել քաղաքական գործչի ուղղությամբ, բարձրաձայն գոռալով, թե վերջինս պետք է անհապաղ հրաժարական տա։ ICE could not be reformed, it could not be rehabilitated. We must Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Թրամփի կողմից ամենօրյա ռեժիմով քննադատվող Օմարը կոշտ ելույթ է ունենում, պահանջելով վերացնել ICE-ը։ Հակառակ բուժզնում անցնելու հորդորներին կոնգրեսականը շարունակել է ելույթը։ Հարձակման հեղինակը տեղափոխվել է բանտ։ Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում հետազոտողները պարզել են, որ փողոցային ձերբակալությունների թիվն աճել է ավելի քան 11 անգամ, ընդ որում դատվածություն չունեցող մարդկանց ձերբակալությունները 7-նապատկվել են։ Թրամփի վարչակազմի որոշումը դադարեցնել ձերբակալությունների առաջնահերթությունը հիմնված դատվածության վրա հանգեցրեց ոչ քաղաքացիների ձերբակալությունների ահռելի աճի։ Նշվում է զեկույցում, որը փաստում է նաև քրեական կալանքից ICE-ին փոխանցումների քառապատկումը։ Դատվածություն ունեցողների ձերբակալություններն աճել են ընդամենը 30%-ով։ Ազատ արձակվելու հնարավորությունները նվազել են մինչև 3%։ Դա շատերին ստիպում է հուսահատվել եւ հրաժարվել պայքարից, ընտրելով կամավոր հեռանալու ճանապարհը։ Նման դեպքերն աճել են 21 անգամ։ Վաշինգտոնի երկինքը 1 տարի առաջ վերածվեց դժոխքի, երբ American Airlines-ի օդանավն ու բանակային սև բազե ուղղաթիռը բախվեցին ու ընկան սառցակալած Պոտոմակ գետը։ Զոհվեց 67 մարդ։ Սա ԱՄՆ տարածքում 2001 թվականից ի վեր ամենամահաբեր ավիաղետն է, որը, ինչպես պարզվեց, վերջին լսումների ժամանակ անփութության հետևանք էր։ Քննիչները պարզել են, որ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտով անցնող ուղղաթիռային երթուղին մշտապես վտանգավոր է եղել։ Մտահոգությունները մնացել են անտեսված մեծ կազմակերպության բյուրոկրատիայի կողմից։ Նշված է հայտարարության մեջ քննադատելով պաշտոնյաների անգործությունը։ Ողբերգությանը նպաստել է նաև մարդկային գործոնը։ Կարգավարը ծանրաբեռնված է եղել միաժամանակ կառավարելով 12 թռչող սարք, իսկ Վաշինգտոնի լույսերն ու գիշերային տեսանելիության սարքերը խանգարել են օդաչուներին նկատել միմյանց։ Տեղափոխվենք Լոս Անջելես, որտեղ եւս քրեական նորությունների պակաս չկա։ Լոս Անջելեսի Լոնգ Բիչ քաղաքում ապրող 29-ամյա տղամարդու գործը ցնցել է իրավապահներին։ Նա խոստովանել է, որ ֆինանսապես աջակցել է իսլամական պետությանը եւ իր տանը պատրաստել է ինքնաշեն ռումբ։ Դատական նյութերի համաձայն մեղադրվողը 2025 թվականի փետրվարից սոցիալական հարթակում շփվել է մի անձի հետ, որը ներկայացել է որպես Սիրիայում գտնվող ISIS-ի մարտիկ, նրան փոխանցվել է գումար ուղարկելու ցուցումներ։ 2025 թվականի օգոստոսին նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ռումբ, լցված գնդիկներով, մեխերով ու մետաղական այլ մասերով։ Դատավճիռը նախատեսված է հունիսի 17-ին եւ նա կարող է դատապարտվել մինչև 35 տարվա ազատազրկման։ Լոս Անջելեսի տեղական իշխանությունները եւ իրավապահները վերջապես որոշել են վերջ տալ Western պողոտայում տիրող անօրինականությանը, թիրախավորվել են սեռական թրաֆիքինգի ցանցերը, կավատներն ու այցելուները։ Արշավի նպատակն է ոչ միայն խստագույնս պատժել մեղավորներին, այլև աջակցել տուժածներին, ապահովելով նրանց վերադարձը բնականոն կյանք։
Իրավիճակի լրջությունն ու հրատապությունը ընդգծելով պաշտոնական հայտարարության մեջ նշվում է մարդկանց թրաֆիքինգը վաղուց է խնդիր մեր քաղաքի Western պողոտայի երկայնքով։ Արձանագրվել են նաև անչափահասների թրաֆիքինգի դեպքեր։ Ոստիկանությունը խոստացել է կենտրոնացնել ռեսուրսները խնդրահարույց միջանցքում։ Պայթյուն է հնչել Լոս Անջելեսի շրջանի Bell Gardens քաղաքում գտնվող տանը, ամբողջ շենքում հրդեհ է տարածվել։ Սոցիալական ցանցերում հրշեջ ծառայությունը նկարագրել է դեպքը որպես երկհարկանի տան հրդեհ։ Bell Gardens-ի ոստիկանության վարչությունը սոցիալական ցանցերում հաստատել է, որ 59 հրշեջներ են պայքարել կրակի դեմ, թեև հրապարակման մեջ չեն նշել պայթյունի մասին։ Սակայն սոցցանցերում տարածված տեսանյութերը ցույց են տալիս մանրամասները։ Երկու մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, նրանց վիճակի եւ ինքնության մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Լոս Անջելեսում մեկնարկել է պատմական իրավական պայքար, որը կարող է արմատապես վերափոխել սոցիալական ցանցերի ապագան։ Աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական հսկաները կանգնել են դատարանի առաջ։ Հայցվոր ծնողները պնդում են, որ Instagram-ը, YouTube-ը եւ այլ հարթակներ դիտավորյալ ստեղծում են կախվածություն առաջացնող մեխանիզմներ, վնասելով երեխաների հոգեկան առողջությունը։ Գործընթացում ներգրավված են ավելի քան 1600 հայցվոր, մինչև դատավարության բուն մեկնարկը TikTok-ն ու Snap-ը շտապեցին հաշտության գնալ եւ փակել գործը առաջին հայցվորի հետ, սակայն Meta-ն եւ Google-ը դեռ պետք է դիմակայեն մարտահրավերներին։ Meta-ի ղեկավար Ցուկերբերգի ցուցմունքը սպասվում է փետրվարին։ Եթե դատարանը վճիռ կայացնի հօգուտ հայցվորների, ընկերությունները ստիպված կլինեն փոխել իրենց հավելվածների դիզայնը եւ վճարել ահռելի փոխհատուցումներ։ Google-ի ներկայացուցիչը նշել է, թե մեղադրանքները պարզապես ճիշտ չեն եւ իրենք մշտապես համագործակցել են փորձագետների հետ ապահովելու անվտանգ միջավայր։ Բոտոքսը կեժանանա։ Թրամփի վարչակազմը հրապարակել է այն դեղամիջոցների ցուցակը, որոնց գները ենթակա են պարտադիր բանակցման Medicare-ի կողմից։ Ի զարմանք շատերի ցանկում հայտնվել է նաև հանրահայտ բոտոքսը ծանր հիվանդությունների համար նախատեսված այլ դեղերի կողքին։ Թեմայի շուրջ քննարկումները հաշվի առնելով պատասխանատուները շտապել են պարզաբանել, որ բոտոքսի դեպքում Medicare-ը փոխհատուցում է միայն բժշկական ցուցումները, այլ ոչ թե կոսմետիկ միջամտությունները։ Բանակցված նոր սակագները ուժի մեջ կմտնեն 2028 թվականից։ Չեն բացառվում վերանայումներ ԱՄՆ քաղաքական կյանքում։ Վաշինգտոնում քաղաքական եղանակը խիստ անբարենպաստ է հանրապետականների համար։ Թրամփի վարկանիշը մոտեցել է իր երկրորդ ժամկետի նվազագույն շեմին։ Դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս գալիք կարևորագույն միջանկյալ ընտրություններից առաջ, որտեղ որոշվելու է ներկայացուցիչների պալատի տերը։ Իրավիճակը մնում է օրհասական, քանի որ հանրապետական մեծամասնությունը չափազանց փոքր է եւ ընդամենը 3 մանդատի կորուստը կնշանակի իշխանափոխություն ներկայացուցիչների պալատում։ Եթե նրանք ուզում են կանխել դա, Թրամփի ժողովրդավարությունը չի կարող մնալ այնտեղ, որտեղ հիմա է, ասված է եզրակացության մեջ։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատները 15 կետով առաջ են անցնում անկախ ընտրողների շրջանում։ Հանրապետականների միակ մխիթարանքն այն է, որ ընտրական քարտեզի վերագծման արդյունքում ռիսկային գոտում գտնվող աթոռների թիվը նվազել է հասնելով 23-ի։ Հակառակ վարկանիշի անկմանը Թրամփը շարունակում է խուճապ առաջացնել համաշխարհային մակարդակով։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում իրական խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը որոշեց մեկնաբանել ազգային արժույթի տատանումները։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք նրան մտահոգում է վերջին օրերի անկումը, Թրամփը տվել է ինքնավստահ պատասխան. Ես կարող եմ այնպես անել, որ այն բարձրանա կամ իջնի յո-յոյի նման։ Դա ներդրողների համար հստակ ազդանշան դարձավ, որ Վաշինգտոնը չի պատրաստվում միջամտել դոլարի անկումը կասեցնելու համար, ինչը հանգեցրեց զանգվածային վաճառքի։ Դոլարը, որը առանց այն էլ գտնվում է որոշակի ճնշման տակ, հանկարծակի գահավիժեց մինչև վերջին 4 տարվա նվազագույն շեմը։ Այս քաոսի ֆոնին եվրոն, ճապոնական իենը եւ բրիտանական ֆունտ ստերլինգը գրանցեցին կտրուկ եւ տպավորիչ աճ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։
Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո ազգային անտառի ամենահայտնի եւ սիրված բնակիչները Ջեքի եւ Շաուդոուն շարունակում են գերել հազարավոր մարդկանց սրտերը։ Հայտնի սպիտակագլուխ արծիվների բույնը, որին աշխարհի տարբեր ծայրերից հետևում են on-line տեսախցիկներով, օրերս կրկին լցվեց ուրախությամբ, ազդարարելով աստղային ընտանիքի հերթական արդեն երկրորդ համալրումը։ Այժմ սկսվում է 35-ից 39 օր տևողությամբ լարված սպասումը, մինչև ձագերը դուրս կգան ձվից։ Զույգը, որը բնակվում է հսկայական Ջեֆրի սոճու վրա, նախկինում հաջողությամբ մեծացրել է 2 արծվիկների, իսկ երրորդին կորցրել էր ձմեռային դաժան փոթորիկի պատճառով։ Սան Ֆրանցիսկոյի ամենահարուստ Pacific Heights թաղամասի բնակիչները սովոր են շքեղության, բայց այս անգամ նրանց հյուրը բոլորովին այլ կարգավիճակ ուներ։ 77 ֆունտ մոտ 35 կիլոգրամ կշռող պուման որոշել է զբոսնել քաղաքի փողոցներով, առաջացնելով իսկական իրարանցում։ Սկզբում բնակիչները կարծել են, թե դա շուն է, սակայն հետո ճանաչել են վտանգավոր գազանին, որը փախել է շների հաչոցից։ Ժամեր անց փրկարարները գտել են 2 շենքերի արանքում, այգում թաքնված կենդանուն եւ քնաբեր ներարկել, նրան կվերադարձնեն վայրի բնություն։ Մեր ժամանակներում, երբ Թրամփը փորձում է վերաձևել աշխարհի քաղաքական քարտեզը, բոլորիս հետաքրքրում է, թե ինչպիսի բանակ ունեն գերտերությունները։ Այժմ եկեք լսենք իմ գործընկեր Մանու Հարությունյանին։ 2026 թվականի դրությամբ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ անվիճելի ռազմական առաջատարը, հասցնելով պաշտպանական բյուջեն մոտ 895 միլիարդ դոլարի։ Այս աստղաբաշխական ֆինանսավորումը գերազանցում է Չինաստանի, Ռուսաստանի եւ մյուս խոշոր տերությունների ծախսերը միասին վերցրած, հիմնական շեշտը դնելով արհեստական բանականության եւ հիպերձայնային զենքերի վրա։ Բարև ձեզ։ Glendale News-ի այս հատվածում այսօր համաշխարհային 3 հսկաների ուժերն ենք համեմատելու։ Ֆինանսական գերակայությունը չի նշանակում, թե ԱՄՆ-ն ունի ամենամեծ բանակը։ Չինաստանը ունի 2 միլիոնանոց բանակ, Ռուսաստանը թիվը հասցրել է 1.5 միլիոնի, իսկ ԱՄՆ-ն ունի մոտ 1.3 միլիոն զինվոր եւ մոտ 800,000 պահեստազորային։ Մրցակիցների նկատմամբ ամերիկյան բանակի առավելությունը նրա տեխնիկական հագեցվածության աննախադեպ բարձր մակարդակն է, մարտունակությունը, նորագույն տեխնոլոգիական միջոցների կիրառումը։ Օդային տիրույթում Վաշինգտոնի առավելությունը բացարձակ է, ինչը փաստում են վիճակագրական տվյալները։ ԱՄՆ-ն շահագործում է ավելի քան 13200 ռազմական ինքնաթիռ, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը միասին հազիվ են հասնում 8000-ի։ 6-րդ սերնդի կործանիչների մշակումը 2026-ին էլ ավելի է մեծացնում այդ անդունդը, իսկ եթե ասվածին ավելացնենք նաև ամերիկյան անօդաչուները, օդում ԱՄՆ-ի առավելությունն ավելի ակնհայտ կլինի։ Ծովային մրցավազքը 2026-ին թեժացել է։ Չինաստանը նավերի քանակով աշխարհում առաջինն է, մոտենալով 400 միավորի։ Սակայն ԱՄՆ ռազմածովային ուժերը իրենց 11 ատոմային ավիակիրներով ջրատարողությամբ եւ հարվածային հզորությամբ մնում են անհասանելի համաշխարհային օվկիանոսում։ Սուզանավերի թվով եւս ԱՄՆ-ն ետ չի մնում։ Չնայած հատկապես սուզանավերի դեպքում դրանց ստույգ թվի, մարտական հերթապահության վայրերի մասին տեղեկությունները խիստ քիչ են ու հակասական։ Տիեզերական եւ կիբեր տարածությունները դարձել են մարտական գործողությունների նոր թատերաբեմեր։ ԱՄՆ տիեզերական ուժերը կառավարում են ամենախիտ արբանյակային խմբավորումը, ապահովելով գլոբալ հետախուզություն եւ կապ, իսկ Չինաստանն ու Ռուսաստանը ակտիվորեն փորձարկում են արբանյակներ ոչնչացնող նորագույն լազերային համակարգեր։ 2026-ին ԱՄՆ-ն պահպանում է գլոբալ գերտերության կարգավիճակը, հենվելով տեխնոլոգիական գերազանցության եւ դաշնակիցների հզոր ցանցի վրա, սակայն մրցակիցների արագ աճը ստիպում է Պենտագոնին մշտապես արդիականացնել ունեցածը։ 2025-ը ցույց տվեց, որ միջազգային իրավունքի բոլոր հայտնի նորմերը զիջում են մեկ նորմի՝ ուժի իրավունքին, այնպես որ ելքը մնում է ուժեղ լինելը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Հուսամ հավանեցիք հաղորդումը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը։ Կարդում ենք բոլորիդ մեկնաբանություններն ու նամակները եւ ոգեշնչվում դրանցից։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։